Այդ թեման ինչ ասելիք կա, ասել եմ, այս ֆոնի վրա ճիշտ չի էտի օգտագործել։ Գործընթացներին անդրադառնալով, այսինքն փողոցի գեներացիայի մասին էլ է ենթադրվում, որ կլինի։ Դա անաղոած դուս է կարել։ Գործընթաց։ Իմ հետ չի մտցրել եմ, քեզ էլ պատմել եմ, գիտես ոնց ա եղել։ Ինչ։ Փողոց գեներացնելու մասին էլ կլինի գործընթաց։ Փողոց է գեներացվելու, ինչ է պլանավորվում, որ ասում եք հետագա process-ներին։ Ես կարող եմ ընդհանրապես մի բան ասել, որ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու։ Այն մնացած հարցերը, այն ով ա ձեզ այդ մասին ասա։ Երկու օկիտես գրում են, դուք էլ այդ հարցից տալիս եք։ Ես լսել եք այսքան ժամանակ ես ասում մենք սպասում ենք 26 թվականի ընտրություններին։ Իմիջայլոց թեմայից չեմ ուզում շեղվում, բայց ովքեր 26 թվականի ընտրություններին այդքան դեմ են խոսում, մի հատ էլ ուշադիր եղեք։ Իրանք են ամենաշատ այդ 26 թվից խոսում։ Ես չեմ խոսում, իմ թիմակիցները չեն խոսում։ Իրանք են սաղորը 26 թվից խոսում։ 26 թվականի ընտրություններին սպասել։ Այդ չսպասողներին ասեք շուտ հելեք փողոց, արա ում եք սպասում։ Այսինքն մեզ բռնում են, ուրախանում եք։ Ես որ դուրս գալու եղանք, ելնելու ենք, որը մեկին չենք հարցնելու։ Հենց ասեցինք դուրս են գալի, կլսեք այդ մասը։ Կարող է ձեզ են սպասում, պարոն Սաղաթելյան։ Ոնց որ, ես ասում եմ, գաղափարը մեզնից, մնացածը ձեզնից։ Պարոն Սաղաթելյան, եւ ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում է լինի, ինչ գործողություն որ պիտի անեն ընդդիմադիրների դեմ, ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում են անել ընդդիմադիրների հետ, առաջինը դաշնակցականների տուն են այցելում եւ առաջինը դաշնակցության գրասենյակն են։ Նորմալ է, բաղում այցել է։ Լավ գիտեն։ Բաղում այցել էին։ Պարտիոպտի դաշնակցությունից վախենան, բաղումից վախենան։ Անում է ուզում տայի։ Նորմալ է, այսինքն մենք էլ սովոր ենք, իմիջիալոցն ժամանակ մենք սկսում ենք շատ արդյունավետ աշխատել, դա էլ ասեմ։ Մենք որ հարձակվում են, դա մեր բանն է։ Մեր մեխանիզմը ավելի լավ է աշխատում։ Մենք սովորական պայմաններում ենք դժվար աշխատում։ Ձեր կուսակիցներից քանի հոգու են տարել, քանիսի տուն են մտել։ Մենք տեսանք, որ կար, բայց թվարով բավական նոյեմբերյանի մեր ընկերոջ պատասխանատուի Վարազդատի, Հրազդանի, Արտաշես Հունանյանի, Աբովյանի, Վարդան Ավագյանը հենց Սերգեյ Սարգսյանը քիչ հետո դատը սկսվի որ դաշնակցության գերագույն մարմնի անդամը, այսինքն նորմալ հիմնականում տեղի պատասխանատուներին նորմալ է, մենք սովոր ենք սենց իրավիճակում։ Ձեր կարծիքով կկարանավորեն բոլորին էլ։ Տեսեք, այն ինչ հիստերիան, որ հիմա տեսնում ենք, ու այս դատավորը սրբազանի որ դատում է, քիչ առաջ տեսել եք այդ դատավորի մասից Մելքոնյանի կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկել։ Դատապարտելով, զուգահեռներ անցկացնելով հոկտեմբերի 27 մարտին մենք ենթադրում ենք, որ այս կամակատար այս դատական համակարգով այո, փորձելու են մաքսիմում տանել կալանքի մարդ։ Շնորհակալություն։ Սաղաթելյան, մենք մի փոքր ուշ միացանք ճեպազրույցի ներողություն։